Հրաժարվել են պատերազմել Իրանի դեմ եւ պաշտոնապես հայտարարել են չեզոքության մասին։ Թրամփին եւ Նեթանյահուին անհրաժեշտ է թնդանոթի միս գործողության ցամաքային փուլի համար, սակայն պարզվել է, որ այդ արկածախնդրության մեջ ներգրավելու ցանկություն ունեցող գրեթե չկա, բացառությամբ մեկ պետության։ Այդ պետությունը Ալիևի Ադրբեջանն է, գրում է թալիշ ակտիվիստ Զաբիլ Մագերամովը։ Թուրքիան այլևս նախկինը չէ։ Բոլորը պետք է իրենց հաշվարկները կատարեն ելնելով այս իրողությունից։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թե ինչով է պայմանավորված Էրդողանի այս հայտարարությունը հստակ չէ, սակայն այն կարող է կապված լինել Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների վերջին միջադեպի հետ։ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանության միջոցով երկրի օդային տարածքում, նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև մարտի 4-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանի հրթիռային հարվածները Թուրքիայի ուղղությամբ, դրանք անվանելով սադրիչ եւ երկկողմ հարաբերություններին սպառնացող քայլեր։ Մինչ Բաքվի իշխանության մեդիաները Իսրայելի բոլոր հակառակորդներին մեղադրում են պրո-հայկական քաղաքականության մեջ նրանց ավագ եղբայրները, թուրքերը այնքան էլ ոգևորված չեն Էփշտեյնի կոալիցիայի գործողություններից։ Թուրքական մեդիաները վստահ են, որ սիոնիստական հաջորդ թիրախը կարող է լինել հենց Թուրքիան։ Թեև պատմականորեն օսմանների եւ պարսիկների միջև երկար տարիներ մրցակցություն է եղել Մերձավոր Արևելքում առաջնորդության համար, այնուամենայնիվ Թուրքիային ձեռնտու չէ Իրանի լիակատար ոչնչացումը կամ Իսլամական Հանրապետության օրինական իշխանության տապալումը։ Սակայն Իրանի թուլացումը, ըստ շատ թուրք վերլուծաբանների, կարող է շահավետ լինել Անկարայի համար։ Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև կա պայմանավորվածություն, առնվազն հրապարակային մակարդակում չաջակցել միմյանց հակառակորդներին։ Միևնույն ժամանակ թուրքական իշխանական շրջանակներում մտավախություն կա, որ սիոնիստական ուժերի հնարավոր ուժեղացման դեպքում այդ պայմանավորվածությունները կարող են խախտվել եւ ճնշումն արդեն կուղղվի նաեւ Թուրքիայի դեմ, գրում է Թուրանսկի Էքսպրեսը։ ԱՄՆ-ի The Washington Times պարբերականի վերլուծության համաձայն Իրանը փորձում է խափանել Դոնալդ Թրամփի առաջարկած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ծրագիրը։ Հոդվածում նշվում է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու սարքերի հարձակումը դիտարկվում է որպես քայլ ապակայունացնելու Հարավային Կովկասը եւ խաթարելու խաղաղ գործընթացը։ Հոդվածի հեղինակի կարծիքով Իրանի նման գործողությունները ավելի շատ վկայում են երկրի թուլացման եւ տարածաշրջանում ազդեցության նվազման մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ներկայացվում է որպես աշխարհիկ եւ արագ զարգացող պետություն, որը չի ընդունել Իրանի հեղափոխական գաղափարախոսությունը։ Մեծ թուրանի քարոզիչները իրանաբնակ թուրքախոսներին կոչ են արել վերադարձնել իրենց ճակատագիրը խաղաղ ճանապարհով Իրանից առանձնանալով եւ միանալով Ադրբեջանին, համարելով տարածաշրջանի բաժանումը պատմական անարդարություն 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Ամենայն հավանականությամբ այս մարդիկ դպրոցում բաց են թողել պատմության դասերը, հակառակ դեպքում նրանք կհիշեին, որ մինչև Թուրքմենչայի, ավելի ճիշտ մինչև Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը իսկապես միատար է Պարսկաստանի կազմում, գրում են պրոիրանական տելեգրամյան ալիքները։ Ադրբեջանցի падգամավորը պահանջել է պատժել Էրդողանի փեսային։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Մուսա Գուլիևը կոշտ քննադատության է ենթարկել թուրքական Թուրքուվազ մեդիա գրուպ խմբի ղեկավարին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերատ Ալ-Բայրակն է։ Նրա խոսքով մեդիա խումբը տարածում է Ադրբեջանի եւ նրա ղեկավարության դեմ ուղղված նյութեր։ Գուլիևը հայտարարել է, որ նման հրապարակումները վնասվում են Բաքվի եւ Անկարայի հարաբերություններին եւ կոչ է արել Թուրքիայի համապատասխան կառույցներին գնահատական տալ դրանց։ Բաքվում ձերբակալվել է Beauty Time գեղեցկության սրահների ցանցի ղեկավար Քենուլ Համզաևան։ Ըստ Հախինազի նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների ընթացքում։ Գործարար կինը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։ Տելեգրամյան ալիքներում նշվում է, որ նա Մեհրիբան Ալիևայի մերձավորներից էր։ Ադրբեջանում ռուսական անուն ունեցող գյուղերը կվերանվանվեն։ Կուբայի շրջանում Վլադիմիրովկան կվերանվանվի Էլբիր Ալեքսեևկան Չինարլի, իսկ Թիմիրյազևը Բեհրալի։ Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսում։ Թուրանսկի Էքսպրեսի հաղորդմամբ իրականում այս որոշումը ուղղված է ադրբեջանական տարածքների ռուսազրկմանը եւ երկիրը Ռուսաստանի ազդեցությունից կտրելուն։ Նման գործընթացն արդեն եղել է Ուկրաինայում, միայն այստեղ առանց սվաստիկաների։ Փոխարենը ակտիվացվել է հակառուսական հիստերիան մեդիայում։ Նպատակը նույնն է, բացի այդ որևէ իրական ինքնության վերականգնում չի կատարվում, փոխարենը տեղի է ունենում թուրքականացման եւ վահաբիացման գործընթաց, այնտեղ որտեղ չկա Ռուսաստանը, անխուսափելի են Ազովն ու ISIS-ը, գրում է ալիքը։
Իսրայելցի շոումեն Ջուլի Լևին պատահաբար իր տեսահոլովակում բացահայտել է, որ Ցախալը դպրոցներն օգտագործում է որպես ռազմական բազաներ։ Ամեն անգամ, երբ սիոնիստները ավիահարվածներ են հասցնում մանկապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների վրա, Պաղեստինում, Լիբանանում եւ Իրանում, նրանք հայտարարում են, որ այնտեղ զինվորական բազաներ են եղել։ Հիմա պարզվում է, որ Իսրայելը մեղադրում է ուրիշներին այն բանի համար, ինչով ինքն է զբաղվում, գրում են Telegram-յան ալիքները։ 70-ամյա այաթոլլա Ալիռեզա Արաֆին այն գործիչն է, որն Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները այաթոլլա Ալի Խամենեի մահից հետո։ Արաֆին շիա հոգևորական է, իսլամագետ եւ քաղաքական գործիչ, որը երկար տարիներ ձևավորել է Իրանի կրոնական կրթական համակարգը։ Նա ծնվել է Քոմում, երկրի հոգևոր կենտրոնում եւ համարվում է պահպանողական իսլամական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Տարիներ շարունակ դասավանդելով Քոմի հոգևոր սեմինարիայում, Արաֆին միաժամանակ ղեկավարել է Ալ-Մոստաֆա միջազգային համալսարանը, որը համակարգում է աշխարհի տարբեր երկրներից Իրան եկած ուսանողների իսլամական կրթությունը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Իրանի հոգևոր կրթական համակարգի վերակազմավորման եւ իսլամական արժեքների տարածման գործում միջազգային մակարդակով։ Որպես Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ նա ներգրավված է եղել երկրի օրենսդրական վերահսկողության եւ քաղաքական համակարգի կայունացման գործընթացներում, համադրելով կրոնական ու պետական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Արաֆին հանրային դաշտում փակ եւ զուսպ գործիչ է։ Հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ հանդես գալիս հրապարակային ելույթներով։ Խամենեի մահից հետո իր առաջին հայտարարությունում Արաֆին ընդգծել է Իրանի անկախության պահպանումը, խոսել պատասխանատվության եւ վրեժխնդրության մասին, ակնարկելով կոշտ եւ սկզբունքային գիծ արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ղեկավարությամբ սկսվող անցումային շրջանը դիտարկվում է որպես լուրջ փորձություն թե Իրանի ներքին քաղաքական հավասարակշռությունը պահպանելու, թե հոգևոր իշխանության իրավահաջորդությունը ապահովելու առումով։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը սպանված է։ Միացյալ Նահանգներ Իսրայել գործողությունների հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունը գլխատելն էր։ Դա նրանց հաջողվել է։ Բացի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեից, զոհվել են նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, միջուկային գործի պատասխանատու Ալի Շամխանին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին եւ այլք։ Ինչպես է անցումային այս փուլում Իրանն ընտրելու իր առաջնորդներին։ Գլխավոր շտաբի պետը, ԵՀՊԿ գլխավոր հրամանատարը ուղիղ նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Պաշտպանության նախարարին ներկայացնում է նախագահը եւ հաստատում է Իրանի գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ պաշտպանության խորհրդի քարտուղարին նույնպես նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սակայն այստեղ կա մի մեծ բաց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդը զոհված է։ Իրանի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն ձևավորվելու է անցումային խորհուրդ, բաղկացած երկրի նախագահից, դատական համակարգի եւ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից։ Երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արդեն հայտարարել է, առաջնորդը շուտով կընտրվի, իսկ մինչ այդ կձևավորվի առաջնորդական նոր խորհուրդ, կամ այսպես ասած, բանիմացների խորհուրդ։ Բանիմացների խորհուրդը այդ խորհուրդն է, որ ընտրվում է ժողովրդի կողմից, ուղղակի եւ գաղտնի քվեարկության արդյունքում եւ մեկ օրակարգով ասպարում չճշտել գերագույն առաջնորդին, այսինքն անդը ճշտել գերագույն առաջնորդության համար։ Բայց այս պահին դեռ այլ հայտարարություն չկա, թե երբ է հրավիրվելու փորձագետների ժողովը։ Սակայն ըստ տարածվող տեղեկությունների Ալի Խամենեին հոգ է տարել իր իրավահաջորդի ու երկրի նոր ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Նաև շրջանառվում էր Ալի Լարիջանի անունը, ով լինելու էր համակարգողի դերում այդ ժամանակահատվածում, այսինքն դեռ չպետք է բացառենք, որ հնարավոր է Ալի Լարիջանին այս ընթացքում իրականացնի համակարգողի դեր, մինչև որ կհրավիրվի փորձագետների ժողով եւ նրանք էլ կընտրեն երկրի նոր հոգևոր գերագույն առաջնորդ։ Իրանագետ Էմա Բեկիջանյանի կարծիքով նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը վաղ տեղի չի ունենա։ Մինչև երկրում խաղաղությունը չհաստատվի կամ առնվազն որոշ չափով հրադադար չլինի, դա տեղի չունենա։ Ամեն դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընտրությունը կախված է նաև մի քանի սցենարներից, կարծում են իրանագետները։ Օրինակ, երկրի տարբեր հատվածներում զանգվածային բողոքի ակցիաների առաջացումը կամ հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում Իրանում պետական համակարգի փոփոխությունը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։